Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք, ես լավ եմ և իհարկե նույնը ձեզ եմ մաղթում, հուսամ, որ դուք նույնպես լավ եք և սկսենք մեր հերթական վլոգը, քանի որ այսօր առավոտ շատ վաղ եմ դուրս եկել, օրս շարունակեմ, դեռ կկիսվեմ ձեզ հետ։ Ճիշտ է, շատ թափթփված երկը վերջին անգամ ես ուբորկա եմ արել, դրանից հետո տղես ու ամուսնյակս վերան չեն արել, բայց թե մի հատ նայեք ինչ եմ գնել, այստեղ ապտավոյ խանութ կա և իհարկե մեջից ընտրում ենք հենց ֆիալետովին, որին է կարմիր սիրտիկ բանա պաստիլայա մի վաղտ բանից էին զատաս տալիս, հիմի ամենտեղ վաճառում են Խնդրեմ համովա փորձենք մի հատ էսենց կեղավարի կոֆե ենք դրել պլաստիկովի բաժակով կոֆես խմում եմ վազեմ գործի Սիրելիներս ինչ ճանապարհով եկել եմ, նույն ճանապարհով հետ եմ գնում եմ տուն, այսօր երեկոյան աշխատանքի եմ, առավոտյան ուղղակի անհրաժեշտ էր դուրս եկա տնից, համ ամուսնուս ուղեկցեցի, մեքենան վերցրել եմ, հետ եմ գնում Գնամ տուն, տեսնեմ ինչով կարելի է զբաղվել, երեխեքը տանն են, առավոտյան նախաճաշ դեռ չեմ պատրաստել, գնամ մի բան կպատրաստեմ, կնախաճաշենք, երևի թե ավելի շուտ քաղցր ինչ-որ մի բան կպատրաստեմ ու կշարունակեմ օրս, երևի թե միանգամից կգնամ աշխատանքի։ Դե իսկ հիմա արդեն այսպես հավեսով, մաքրած տներով, ոգևորված, ժամը 9:42 րոպե, մի հատ գեղեցիկ բիսկվիթ որոշեցինք թխենք, թխված կաբլիտ այսպես կոչված և հայերեն խոսենք, ինչպես ասում են և իհարկե կհամտեսեմ, նոր կգնամ աշխատանքի, միայն թե դուխովկես ինչպես միշտ իրան արդարացնի, որովհետև ինքը շատ կապրիզնի է վերջերս դարձել Շարունակում եմ, բիսկվիթը խառնում եմ միանգամից ձուն սպիտակուցի հետ, մի պստիկ լիմոնի աղ եմ ավելացնում ու սկսում եմ միքսերով արագ խփել, որ միանգամից փրփրի, այսպես մեծ խմոր դառնա, չափսերով մի քիչ շատանա, շատ խմոր դառնա ու իհարկե կշարունակեմ ինգրեդիենտները տրված էր տեսակ, շաքարավազ էր, ալյուր և ձու Շարունակում եմ, փորձենք տեսնենք ինչպես կստացվի, ամեն ինչ պետք է որ լավ լինի, միացնենք և կվայելենք Այսպես արդեն տեղադրեցի դուխովկայի մեջ Հիմա մինչ կթխի վայելենք այսօրվա եղանակը տեսեք ինչ գեղեցիկ արև է դուրս եկել դեկտեմբեր ամսվա երկրորդ արևային օրն է ու եղանակը Օրը կեսօրեն որ արևը դուրս է գալիս այսքան ժամանակ արև չկար Ես գնացի աշխատանքի եկա ամուսնուս հետ իրեն աշխատավայր գնացի եկա արև չկար, արևը նորա դուրս գալիս բայց և ինչպես միշտ իմ դուխովկան մի քիչ չարություն արավ, նայեք մի քիչ վառել այդ բիսկվիթս, քանի որ ինքը տո անջատվեց, տո միացավ, մտածեցի, որ կարող է մեջը չի թխել, ճիշտ է լավ չբարձրացավ, որովհետև շատ տաքացել էր միանգամից, միացնելու ընթացքում, թխելու ընթացքում իր ռեժիմը ինքը կարա փոխի, ակամ անջատվում, ակամ միանում, մի խոսքով ես դուխովկայից հարցերը լուծել է պետք ինչ-որ է Մտածեցի, որ կարող է մեջը թխած չլինի, կտրեցի շերտը արդեն, իհարկե կադրից դուրս մնաց այդ ամենը, բայց շատ իդեալական մեջը թխել էր մինչև վերջ կադրի մեջ երևում է, հիմա ես մի կտոր փորձեմ, քանի որ երեկվա էկլերները, եթե հիշում եք, էկլերի կրեմից մնացել է բավականին շատ, ոտ բացում եմ, տեսեք մեջերը լրիվ թխած է, կտրտել եմ, մի քիչ հովանա, երեխաները կվերկենան, հաց կուտեն, իրանք չայ կխմեն, զավտրակ կանեն, ես վազելով գնում եմ գործի ժողովուրդ ջան, այսպես ոտիս վրա մի կտոր ուտեմ, համ տեսանեմ, համ մասին ձեզ հետ կիսվում եմ, համ գնացի գործի, լավ մնացեք սիրելիներս Ուղղակի ամբողջությամբ կրեմը չեմ քսում, որովհետև երեխեքը սիրում են առանց կրեմի, մեկը կրեմով է ուտում, մյուսը առանց կրեմ է ուտում, մի քիչ տարբեր են էլի մեր երեխեքի խասյաթները, իրար հետ չեմ կամընկնում մի խոսքով, դրա համար այսպիսի տեսքով թողնում եմ ու ես վազեմ գործի Ինչպես միշտ գիշերային երթևեկություն, աշխատավայրից կադրեր չեմ տեղադրում, գնացի աշխատանքի, վերջացրել եմ, եկել եմ տուն, հագնվել ենք, հյուր ենք գնում ամուսիններով և հասմիկնահետներս Գնանք, տեսնենք երբ կավարտվի ամեն ինչ ու կվերադառնանք
Այստեղ չինական եւ ճապոնական մանրադրամներ են։ Մի ամիս հետո Հասմիկը հիշել է, որ պետք է ինձ էլ ցույց տա, թե ինչպիսի տեսք ունեն, ինձ մեջ ծակ կոպեկների վրա շատ ծիծաղացի, որովհետեւ հյուրասիրություն տեսնում եք։ Ու նաեւ այս տիկնիկները ինքն էր այնտեղից գնել իրեն համար։ Ինչքան էլ որ ասում եմ մեծանաս չմեծանաս, մանկությունդ միշտ հիշում ես, ինչ որ հատուկ ֆիրմային տիկնիկներն ոնց որ իսկական մարդ լինի ու հագուստները այնպիսի մատերիալից է սարքած, որ երեխաների նյարդերը շատ ուժեղ հանգստացնում է, շատ փափուկ, բնական, շատ այսպես приятный на ощупь, ոնց են ռուսերեն ասում, շատ հաճելի շոշափող մատերիալներ էր։ Դե ինչ սիրելիներս, մեր հյուրընկալումը ավարտվեց, հետ ենք գնում տուն։ Այս կադրերը երևի դες ծանոթ են, որովհետև այս օրը ես միացրել եմ ուղիղ եթեր եւ շատ երկար զրուցել ենք։ Ուրեմն շարունակեմ վլոգս, դեկտեմբերի 15-ն է, գնացել էի աշխատանքի եւ աղջիկները չմոռացան հիշեցնել, որ որոշել են, որ գիտեի, որ այսօր մեր կորպորատիվի օրն է, բայց ես չգիտեի, որ ինչ են որոշել, որ պետք է բոլորս էլ միագույն հագնենք։ Ես մտածում էի, որ ինչպես միշտ սև գույնի պետք է հագնենք, ոնց որ մեր սալոնի ֆորմաներն է, ուղղակի սև շորեր կհագնեինք, մի քիչ տոնական, բայց ոչ, պարզվեց, որ իրենք որոշել են, որ բոլորս պետք է շագանակագույն հագնեինք, կառիչնվի, ինչպես ասում են հիմի, կառիչնվի, հիմա տիպը մոդայի գույնն է, այսպես կոչված, ու որոշել էին, որ այդ գույնով պետք է ներկայանանք, եւ ես ինչ կարող եմ անել, մի անգամից աշխատանքից աշխատանքս ավարտելուց հետո դուրս եմ եկել ճանապարհին մի հատ փոքրիկ այսպես տարգովի ցենտր կար, առևտրի կենտրոն, խանութ էր, մտա այնտեղ կա մի շատ հետաքրքիր խանութ, բելառուսական ֆիրմային խանութ է, ոչ թե հասարակ պրոստը սովորական, այլ ֆիրմային։ Այնտեղից մի հատ գեղեցիկ շորիկ գնեցի, որը կադրերի մեջ կտեսնեք, ու իհարկե հագնվեցի, պատրաստվեցի, եկել եմ սալոն։ Բոլորի համար նվերներ եմ պատրաստել իմ կողմից, չնայած որ բոլորս չենք որոշել, որ իրար համար նվերներ պետք է գնենք, այլ ուղղակի ունեցել ենք գաղտնի Սանտայի ծրագիր, որ պետք է այդպես մեր նոր տարվա նվերները մատուցենք մեկս մյուսին, վարդս ինչպես տեսնում եք տերևակալված եւ իհարկե պետք է ցանեմ։ Բարևներ, այսինքն երեկո է արդեն, ինչ բարի լույս, ես իմ աշխատավայրում եմ։ Այսօր մեր մոտ ինչ է, այս միջոցառումը կոչվում, կորպորատիվնի երեկո է համարվում, Новый год отмечать будем, ինչպես տեսնում եք, как всегда, մի կերպ տանալնիկ եմ քսվել, պատրաստվել եմ, իսկ հիմա նայեք արդեն խորովածը զակազեր տվել Լիլիթը, եկել է մթերքները, կուրիերը բերել է, հիմա իրենք ճանապարհենք եւ կշարունակենք մեր խնջույքը, իսկ մինչ այդ մենք այսպես որոշել ենք մի քիչ աշխուժանանք, վիդեոներ նկարահանենք եւ իհարկե սկսում ենք մեր կորպորատիվը, ինչպես տեսնում եք մեր սիրելի Մարին բացում է շամպայնը առաջին, չնայած մինչ այդ աղջիկները արդեն լավ, ոնց են ասում, իրանց տեսել էին, մի քանի շիշա շամպայն եղել, մեկը արդեն չկար, խմել վերջացրել էին, նոր տարի էին արել, այստեղ բոլորը ազատ են, հանգիստ են, միայն ես եմ ղեկին եւ իհարկե ես գիտեմ, որ իրենց պետք է ես տանեմ տեղավորեմ, դե ես իհարկե չեմ խմել, սա էլ մեր գեղեցիկ տոնածառն է, մի սենյակում, մի կաբինետում ուրեմն ուտելիքները դրեցինք, այնտեղ հացկերանք բարեցինք, ուրախացանք, մյուս սենյակում, որտեղ տոնածառներ դրված, նվերները բաշխեցինք եւ սիրուն նկարահանումներ կատարեցինք։ Իհարկե այդ օրը նույնպես ունեցել ենք ուղիղ եթեր, ով հասցրել է նայել է, ով չի հասցրել, շատ կադրեր կմնան կադրից դուրս, ուղիղ եթերը արդեն փակել եմ։ Շարունակում եմ վլոգը եւ տեսեք ինչ գեղեցիկ է մեր սալոնի ամեն ինչը։ Ու նաեւ ինչքան գեղեցիկ են իմ հետ աշխատողները։ Ցավոք երաժշտության պատճառով չեմ կարողանում բնական ձայնով թողնել տեսանյութերը, որովհետև գիտեք մեր աղջիկները ինչ հավեսով աշխուժ ժամանակ անցկացրեցին, տո ղժրոց, տո չգիտեմ ինչ, մի խոսքով հիմա նվերներն ենք բաշխում։
Իհարկե հետաքրքիր անցավ, շատերը չեն ուզում, որ իրենց դեմքերը այստեղ ցույց տամ, բայց ես մի քիչ մի բան կմտածեմ, որ իրենց դեմքերը դուք այդքան չտեսնեք։ Եվ գեղեցիկ տեսարանները մեր ամեն դեպքում ձեզ կցուցադրեմ։ Առայժմ շարունակում եմ սիրելիներս, уզում եմ մեր լավ եւ ուրախ տրամադրությունը ձեզ փոխանցել եւ մաղթել ձեզ միշտ առողջ ու երջանիկ լինեք։ Свечки даже фиолетовые. Спасибо большое. Все фиолетовое. Все фиолетовое. Квартиру спасибо. Бомбочка какая. Фиолетовый, все. Спасибо большое. Все, Ваня, будешь купаться и нам отправлять все это. Если пойдем на день рождения отметим. С фиолетовыми бомбочками. А потом у меня ванна маленькая. Бомба будет ванну. От себя тоже какой смешной, но это не смешной, не знаю, подарок, конечно, это чисто символически, это небольшой подарок. Ну, откройте. Правильно, я как нет, вот машина. Это у меня есть, я сейчас объясню, у меня есть коллекционные цветочки такие. Чем бананы? Один из них подарок от души. Вот лошадь, чтобы у тебя все расцветало. Как раз я тоже собираю. Вот а это сделали своими руками, Джана. Твой салон всегда будет это здесь как наша звезда. Я думаю, часами пойдет или нет? Часами пойдет черными. Это Наталья мне подарила. Март 2 часа. Ой, слава богу. Вот. Дальше я как слепая девушка вытаскиваю сама. Ну, Джан, по очереди, так знаешь, я это в банке капсулы. А я говорю, Али подвинули. Шаг сильно. И каждому подарок моя процедура. Ты придешь ко мне с этим маской, я тебе голову сделаю. Дальше вытаскиваем. Ой, если Ваня логиня хайкакан, это коллекционный они же все сувенирные. Они, она набирает сувенирные. Эйна кона, Нацанца карта. Она же вечно требует самого это тоже альгинат, но это специальный профессиональный, в общем, я для твоего лица, дальше вытаскиваем. Мариджаня, твой уже тебе отдала с твоим редбулом. Ты, я думаю, что армянскими купить не будешь. Она берет маленькая. Маленькая. Ой, как же красиво. Открой, читай, там тебе тоже подарок. Это тоже все они коллекционные, я их сколько лет храню, сейчас решила вам подарить. Эта масочка можешь, по-моему, тканевый дома поставить, но я тебе подарила такой же сертификат. Это мои фиолетовые сертификаты. Последние остались, я вам всем дарю. В общем, процедура бесплатно без меня.
От меня. Без меня. Լնայի սիրունա։ Давайте пятый хамек. Վասեք բա, այս խեղճին էլի պադարակ չկա։ Подожди, Марича, подержи. Давай, да, Это что такое? Это форма Сергея, да? Такая же Вот я хотела вас не забрасывать. Здесь осталось киндер, который я купила на Рене. Маричан, это тоже тебе. Спасибо. Какой умный. Я очень рада, подожди, я очень рада. Давайте, завари, я всем гнам. Դե ինձ սիրելիները շատ մեծ հրճվանքով ու հաճույքով եւ դիտեցի եւ մեկնաբանեցի ձեր համար։ Այստեղ շարունակեն, գենաց խմեցի, շնորհակալություն հայտնեցի եւ իրոք անչափ ուրախ եմ, որ նման կոլեկտիվ ունեմ։ Աստված թող շատ չհամարի, որովհետեւ ես հենց մի բան գովում եմ, սկսում ամեն ինչ թարս լինել։ Շատ լավ աղջիկներ են, շատ հավեսով, կատակամիկով, շատ ընտիր կոլեկտիվ ունենք։ Լավն են բոլորն էլ։ Մի փոքրիկ մեր սեղանից նկարահանում երեխեքը լավ աշխուժացան, պարեցին, իհարկե այսքանն եմ տեսել, հետո գնացել եմ ձեզ հետ ուղիղ եթեր եմ միացել եւ շփվել ենք։ Ինչևէ, բոլորիդ մաղթում եմ գալիք նոր տարին թող միայն ուրախություն բերի, երջանիկ լինեք, Աստված բոլորիդ ընտանիքները օրհնած պահի, բոլորը ձեր գործերի մեջ միշտ հաջողակ լինեք, ուրախ լինեք, Աստծո օրհնված լինեք։ Ինչ ասեմ, սիրելիներս, շարունակեմ տեսանյութս, մեր աշխուժությունը իհարկե դիտել եք բոլորդ էլ ուղիղ եթերով, մի անգամ եւս եմ ասում, ուղիղ եթերը փակել եմ, որովհետեւ ամեն դեպքում չուզեցա բաց թողնեմ մեր աշխուժությունը մեր համար է, հետո էլ ուղիղ եթերները հասցնում եք այդ պահին միանալ, շատ լավ է լինում։ Vay mama can, մեր թարթիջի։ Ասма, բայց վեշը սուր դնեմ։ Այսքանով ավարտում եմ սիրելիներս իմ գժուկներից գժությունը, երկուսով նստել էին առաջի նստարանին, որտեղ առաջի տեղը տաքացվում է ու ես արդեն տանն եմ։ Ուրեմն այսքան իրերը, այս ինչ որ կա, այս թխվածք մխվածք թխելու փոշու մեջ մտած ասաղ, այս ամեն ինչը, այս էլ, մի խոսքով, այս սրանք էլ հանել եմ այս գեղեցիկ անկյունից։ Շատ ահավոր դժվար է, այստեղից աթոռն եմ դրել, որ մտնեմ այնտեղից վեշերս հանեմ, հանել վերջացրել եմ, հիմա պետքա լվանամ, շատ ահավոր դժվար է, այստեղից մանավանդ շատ խորքից, մի ինչ-որ մի իր կամ վեշ հանելու խնդիր կա, հա, այսպես կոչված, նայք ինչքան է կեղտոտվել հիմա, շուտ չեմ կարում ես մաքրեմ, այս տարածքը, հեսա պետքա մաքրեմ, հեսա կմաքրեմ, այնտեղ ձետ հալացվել, պետքա լիուղը հալացնող բաներ լսնեմ, մաքրվի, մի խոսքով մաքրեմ ու հեսա կտեսնեք ինչ ենք սարքելու այս ամեն ինչից։ Մի հատ այնպիսի ուդոբստվա, որ շատ հեշտ մեջից կարողանանք իրերը հանենք։ Մի բան եմ զակաստվել Վալբերիսով եկելա, ձեզ հետ կգիսվեմ, ինձ թվում է փորձս ձեզ էլ դուր կգա, միգուցե ուրիշտեղ էլ դուք օգտագործեք աղան ունեմ, հեսա պետքա ինչ-որ մի բան պատրաստեմ։ Կարտոֆիլ եմ դրել խաշվի, առայժմ Այդենց, տեսնենք ոնց կստացվի մեր գործերը, շարունակում եմ, լվացարանս ես մի կողմը ինչ է լսնում եմ տեղը չի անցնում, են կողմը բոլեմենի մաքրվել է, շատ անվորակ բանամատերիալ է всё равно, բայց մաքրվում է էլի, վերջացնեմ այս ամեն ինչը, հետ էլ կմաքրեմ։ Այսպեսի մի հատ կոնստրուկցիա հավաքեցինք, выдвижной полочка, так вот ոտքերով ծառքեցինք, այնա մոտիկներով, որովհետև այնտեղ պոլկեն բարձր է շատ։ Միսա կտեղադրենք եսա։ Մինչև այդ մի հատ սենց սիլիկոնային հարմարանք կտրեցի, տեղադրենք, որ հետագայում կացաները կամ ինչ-որ տնենք մեջը ճղկոս-թղկոս չլինի ամեն անգամ։ Ու այսպես հիմա տեղադրեմ ու ցույց տամ, այս այնտեղ կգեղեցկանա։ Մի հատ էլ սենց ցույց տամ, ընդհանուր տեսեք, շատ հարմար է։
հատ էլ երկրորդ տարակն եմ թափել մաքրել, նայեք ինչ սիրուն ա ստացվել վերևից, բանկաները սիրուն լվացել եմ, ըստ հասակի շարել եմ, հիմնականում շատը թափել եմ զիբիլնեմոձե, որտև այստեղ կան հիմնական մուրաբայով բանկաններ փակված, դատարկներից է մի քանի հատ սիրունները, նենց որ ռազմերը չափսերը լավն ա թողել եմ, ու մնացածը թափել բանկա չեմ փակում, ես նայեք ինչ հարմարավետ, շատ sense направляющիներով, շատ հարմարավետ պոլկաներ են ստացվել, այն վերևի դարակներում ինչ որ կան, պարտադիր չի այդպեսի լինի, հա, նրանք արդեն մի քիչ գաբարիտով իրեր են, իսկ այստեղ հիմնական երկու դարակներն ա, որ միշտ օգտագործում եմ, որոնք ունեն այսպես քաշովի դարակի հնարավորություն, էլ պետք չի որ աստիճաններ դնեմ, բարձանամ այս կոմենքում, շատ հարմարավետ ա դարձել ու շատ որ ակուրատնի, գեղեցիկ, ասենց ես իմ արած գործից շատ գոհ եմ, Վալպերիսից եմ զակաստվել այս երկու պոլկաները, այս ֆիլտրն էլ պետք ա շուտով փոխվի, չեն կարել լվացքի մեքենան լվացել եմ, սոդա եմ լցրել, սոդա, հիմա ինչ ենք անում, քիչ կարգավորենք ստեղեք, մաքրել վերջացրել ենք, ասում ձևավորենք դիզայն տանք, հա, այսպես գեղեցիկ, մանուշակագույն սրբիշներ եմ կախում, դա մեկ, սա իմ Լիլիթիս նվերն է, ովքեր հիշում են, այսպես ձեր աչքի առաջ, պոկեցինք, տանենք կախենք կախիչուներ վրեն, իհարկե կլվանամ հետո, բայց հիմա այսպես գեղեցիկ ուզում եմ կախեմ, շատ սիրուն ա, և վրոքույրը այս կոմ կքաշենք, այստեղ սիրուն այսպես կմնա մեր մանուշակագույն, շատ մեծ ու սիրուն երկար սրբիչը, այդենց այստեղ ինչ ենք անում, հիմա կարգավորեմ և կցուցադրեմ, ծունկուցս մաքրել եմ, լվացել եմ, նայեք ոնց է սիրուն, սպիտակ մաքրոր, ամբողջովին բոլորը մաքրած, այստեղ գեղեցկացրած ամեն ինչը, սենց մաքուր, մի խոսքով լվացքի մեքենան մաքրել եմ արտաքինից, հիմա ներսը մաքրեցի, այստեղ այսպես սիլիկոնի պրոզրաչնի դեղնել էր հինը, նորը գցեցինք, մաքուր, այսպես սիրուն, որ լվացքի մեքենայի վրա շատ չկեղտոտվի, երկու նվեր ունեմ պետք է բացեմ, սա էլ գեղեցկությունն է, այստեղ պետք է դնել միշտ, որ ինձ ուրախացնի այս անկյունը, անցանք նվերների բացման կարողության այսպես կոչված։ Նախ տարի դեռ չսկսած, այսպիսի գեղեցիկ նվեր եմ ստացել, սիրուն գելդադուշը մեր իմ հաճախորդուհիս է նվիրել ինձ, Լենան է նվիրել, Ելենա ջան, շնորհակալություն քեզ սիրելիս, հիմա բացում Լիլիթիս նվերները, տեսեք ինչ գեղեցկություն ա, մոմերել, արոմատացված ա, այսպես գեղեցիկ, սա անցավ իրեն դարակի վրա, ինչ գեղեցիկ նվեր եմ ստացել, մանուշակագույն, բաց մանուշակագույն։ Ողջույնքը մաքրել եմ, պատեր, մատեր, բոլորը լվացել եմ, ինչ կա չկա այստեղ, սիրուն մաքրել մեր տները արդեն, այսպես։ Լվացինք։ Tam chyba co czekać.